Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ նոր վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Մարատ Սևոյանը։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։ Հիշեցնենք, որ Նորքի նախկին թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանն ազատվել էր պաշտոնից թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո, երբ նա իր աշխատակիցների հետ ծեծի էր ենթարկել ակտիվիստ հասարակական գործիչ Արթուր Չախոյանին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստին անդրադարձել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած հարսանիքին։ Այնտեղ տեղի էր ունեցել Վիվարոյի սեփականատեր Վիգեն Բադալյանի եղբորորդու հարսանիքը։ Փաշինյանը դրական է գնահատել համալիրում հարսանիք անելու գաղափարը։ Ըստ նրա, համալիրը տարիներով քանդվում էր, քայքայվում էր ու հիմա միլիարդներ են ներդնում, դեռ չեն կարողանում քայքայման պրոցեսը կանգնեցնել, հետևաբար պետք է տնտեսությամբ զբաղվել։ Ասենք մարզահամերգային համալիրում ի՞նչ պետք է տեղի Ինչ պետք է տեղի ուներ, համերգ տեղի ունեն, այն որ ընդհակառակը պետք է քաջալերել, որ այսօր Հայաստանից ու դրա մասին ոչ մեկ չի խոսում։ Հարյուրավոր ընտանիքներ գնում են Դուբայում հարսանիք են անում, հետ են գալիս։ Իսկ որ ստեղ կարա սննդի համակարգը աշխատի, կարան երաժիշտները հավելյալ գումար ստանան, վերջը ենթակա դիզայներները հավելյալ գումար ստանան, չգիտեմ, ծառայություններ մատուցողները հավելյալ գումար ստանան, հավելյալ հարկ վճարեն եւ հավելյալ ծախսեր անելու հնարավորություն ունենան, չեկեք ձեր չտանք չմոտենաք համարին։ Ռազմաուսումնական հաստատություն ավարտած եւ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության համակարգում կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում սպայական պաշտոնների նշանակված սպաներն այսուհետ կկարողանան բնակարան ձեռք բերել հիփոթեքային վարկավորման պետբյուջեի միջոցների հաշվին։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության մայիսի 29-ի նիստում։ Շահառու մոտավորապես 35 միլիոն գումարի չափով կարող է բնակարան կամ առանձնատուն ձեռք բերել Երևանում կամ մարզում։ Սյունիքում ադրբեջանական կողմը կրկին կրակոցներ է արձակել։ Այս ֆոնին իշխանությունները Ադրբեջանի հետ խաղաղության են գնում։ Հիմա խաղաղության գործընթաց է, թե պատերազմական իրավիճակ։ Եվրոմեդիայի հարցին պատասխանել է Հայաստան խմբակցության падգամավոր Ասպրամ Կրպեյանը։ Իսկ երբ կրակում են, որտեղ եք տեսել, որ կրակահերթերի եւ տևական ահաբեկման շրջափուլում խաղաղություն է լինում, չկա նման բան։ Բնականաբար մենք պատերազմական իրավիճակում ենք գտնվում, մեր հակառակորդը, մեր թշնամին իր հավակնություններից չի հրաժարվել, ընդհակառակը իրենք բարբերաբար նոր հավակնություններ են առաջ քաշում, նոր պահանջներ են առաջ քաշում հայկական պետականությունից, հայ ժողովրդից եւ այս օկուպացիոն հանցախումբն էլ ամեն կերպ փորձում է այս պահանջները բավարարել։ Այս մարդկանց, այս խմբակին պարզապես պետք է մի թղթի կտոր, որի վրա գրված կլինի մեծ տառերով խաղաղություն, որը որևէ աղերս չի ունենա իրական խաղաղության հետ, որը որևէ կերպ չի բարելավի հայ մարդու կյանքը, որը որևէ կերպ անվտանգային միջավայր չի ստեղծի հայկական պետականության համար, ավելին որևէ երաշխիք չկա, որ հենց այդ փաստաթղթի չարաբաստիկ փաստաթղթի ստորագրումից հետո նորից լայնածավալ պատերազմ չի սկսվի։ Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ պատմաբան Էդուարդ Շարմազանովը Եվրոմեդիա 24-ի հետ զրույցում անդրադարձել է Սարդարապատի հուշահամալիրում ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած արտահայտությանը, թե մեր ժողովուրդը հայրենիք փնտրելու կարիք չունի, հայրենիքը գտնված է։ Նրա խոսքով Փաշինյանն իր ելույթով եւս մեկ անգամ ուզում էր դուր գալ Թուրքիային ու Արևմուտքին։ Նիկոլը երևի Լյուդովիկոսյան բարդույթով է տառապում։ Եվ իրան թվում է ժողովուրդու հայրենիքը այդ ինքն են, էլի, եթե ինքը նոր է հայրենիք գտել, Կադաֆի վկայականը կորցրել է, նոր է ուզում թուրքերից վերցնի, երկրի հայ ժողովուրդը ոչ Կադաֆի վկայական ունեցել, ոչ հայրենիք ունեցել։ Հայ ժողովրդի հայրենիքը վաղուց Աստծո կողմից դրված է, դա հայկական բարձրավանդակն է, մեծ հայ փոքր հայքը եւ պատմական հայրենիքն է Հայաստանի Հանրապետությունը, Արցախի Հանրապետությունը, որը մեկը Նիկոլը հաղթեց Ադրբեջանին եւ ճանաչեց Ադրբեջանի կազմում եւ մաս մյուսներ Հայաստանի Հանրապետությունից 240 կիլոմետր Նիկոլը Ալիևի հետ, որով վարին տվին օկուպացիան Ադրբեջանի կողմից։
Պետական վերահսկողության ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանն արդարացվել է։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ հրապարակել է Դավիթ Սանասարյանի գործով վճիռը, արդարացնելով նրան առաջադրված մեղադրանքում հանցակազմի բացակայության հիմքով։ Հիշեցնենք, որ Դավիթ Սանասարյանին մեղադրանք էր առաջադրվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի առաջին մասով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Բերլինը մտադիր է ֆինանսավորել ուկրաինական բանակի համար հեռահար անօդաչու թռչող սարքերի արտադրությունը։ Այս մասին հայտնում են Գերմանիայի կառավարության աղբյուրները։ Տեղեկատվության համաձայն Կիևին գերմանական ռազմական օգնության նոր փաթեթը ներառում է ուկրաինական հեռահար անօդաչու թռչող սարքերի ֆինանսավորում։ Նշվում է, որ մայիսի սկզբին Ուկրաինան արդեն դիմել է Գերմանիայի պաշտպանության նախարարությանը Բարս և AN-196 հարվածային ԱԹՍ-ների, ինչպես նաև Ֆլամինգո անօդաչու թռչող սարքերի արտադրությունը ֆինանսավորելու խնդրանքով։ Բերլինը հավանություն է տվել Կիևի այս խնդրանքին։ Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 400 միլիոն եվրո։ Կանադայի Մանտիոբա պրովինցիայի վարչապետ Վեբ Կինյուն հայտարարել է անտառային հրդեհների պատճառով 17,000 մարդու տարհանման մասին։ Տարհանվում է 5,000 բնակչություն ունեցող Ֆլեյմֆլոն քաղաքը, ինչպես նաև մի քանի այլ մեկուսացված քաղաքներ, այդ թվում Պիմիչամակ և Պուկատավագա համայնքները։ Այս միջոցառումներից տուժածների համար ժամանակավոր կացարաններ կստեղծվեն Մանիտոբայի մայրաքաղաք Վինիպեգում։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է պատրաստ լինի, որ ԱՄՆ-ն ու Եվրոպան նոր պատժամիջոցներ կիրառեն Մոսկվայի դեմ, եթե մոտ ապագայում առաջընթաց չգրանցվի ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում։ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը հանդիպումից հետո խոսել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի համապատասխան հայտարարության մասին։ Գրում է Süddeutsche Zeitung-ը, ըստ թերթի կողմերը քննարկել են Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ճնշումը Վադեֆուլի ԱՄՆ կատարած այցի ժամանակ, որտեղ նա հանդիպել է պետքարտուղար Ռուբիոյի հետ։ Այդ պատճառով մենք այսօր պայմանավորվեցինք, որ սերտորեն կհամակարգենք հաջորդ քայլերը, որպեսզի Պուտինը վերջապես նստի բանակցությունների սեղանի շուրջ, ասել է Վադեֆուլը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պայմաններ է դրել Արևմուտքի առջև Ուկրաինայում պատերազմի ավարտի համար, այս մասին հայտնում է Reuters-ը վկայակոչելով Կրեմլին մոտ կանգնած 3 աղբյուրների։ Ըստ այդմ Պուտինը պահանջում է, որ արևմտյան առաջնորդները գրավոր տեսքով հրաժարվեն ՆԱՏՕ-ի ընդլայնման իրենց ծրագրից, մասնավորապես բացառեն Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի հնարավոր անդամակցությունը կառույցին, հայտնում են գործակալության ռուսական աղբյուրները։ Մյուս պայմաններից են Ուկրաինայի չեզոքությունը, արևմտյան որոշ պատժամիջոցների վերացումը, ռուսական սառեցված ակտիվների վերադարձնելը և Ուկրաինայում ռուսալեզու բնակչության իրավունքների պաշտպանությունը։ Պուտինը պատրաստ է խաղաղության, բայց ոչ ամեն գնով, ասել է Կրեմլին մոտ կանգնած աղբյուրներից մեկը։ Նրա խոսքով, եթե Պուտինը համաձայնության չգա իր պայմանների շուրջ, նա կփորձի Ուկրաինային ու Եվրոպային ռազմական հաղթանակների միջոցով ցույց տալ, որ վաղն աշխարհն ավելի ցավոտ է լինելու։ Ուկրաինան պնդում է, որ Ռուսաստանը չի կարող վետո ունենալ ՆԱՏՕ-ի իր ձգտումների վրա և արևմուտքից պահանջում է անվտանգության վստահելի երաշխիքներ, ապագա հարձակումներից պաշտպանվելու համար։ ՆԱՏՕ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ չի փոխի իր բաց դռների քաղաքականությունը Մոսկվայի պահանջների պատճառով։ Անցյալ շաբաթ Թրամփի հետ ավելի քան 2 ժամ տևած հեռախոսազրույցից հետո Պուտինը համաձայնեց աշխատել հուշագրի վրա, որը նախանշում է խաղաղ համաձայնագրի հիմքը, ներառյալ հրադադարը։ Ռուսաստանն արդեն պատրաստում է սեփական փաստաթղթի նախագիծը, սակայն ավարտման ժամկետն անհայտ է, հայտնում են Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունից։ Սինգապուրի տրանսպորտային նախարարությունը հայտարարել է, որ Singapore Airlines-ի նախորդ տարի տեղի ունեցած SIA 321 չվերթիօթային վթարի հետաքննությունը դեռ սպասում է ինքնաթիռի եղանակային ռադարների համակարգի վերլուծության ավարտին։ 73-ամյա ուղևորի մահը, ինչպես նաև տասնյակ վիրավորների պատմությունը դարձավ քաղաքացիական ավիացիայի առաջին մահը օդային
տուրբուլենտության հետևանքով վերջին 25 տարվա ընթացքում, հայտնում է Reuters-ը։ Նախորդ տարի տեղի ունեցած միջադեպից հետո, երբ Լոնդոն-Սինգապուր չվերթի ժամանակ ինքնաթիռը հանդիպեց հանկարծակի եւ ծայրահեղ տուրբուլենտությանը, Մյանմայի օդային տարածքում ավիացիոն արդյունաբերությունում առաջացան պահանջներ ավելի լավ եղանակային կանխատեսումների համար, հաշվի առնելով կլիմայական փոփոխությունների հետևանքով հաճախացող վտանգավոր իրավիճակները։ Սինգապուրի տրանսպորտային անվտանգության հետաքննությունների բյուրոն հայտնել է, որ վերջնական զեկույցը կհրապարակվի հետաքննության ավարտին, նշելով, որ ինքնաթիռի եղանակային ռադարների բաղադրիչները ուղարկվել են Ամերիկայի Միացյալ Նահանգների լաբորատորիաներ հետագա փորձարկումների համար։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ցանկանում է աչքի ընկնել Ուկրաինային աջակցելու հարցում, քան իր նախորդը Օլաֆ Շոլցը, այս մասին հայտնում է Financial Times թերթը։ Այս ամենը ընդգծում է Մերցի ցանկությունը աչքի ընկնել Ուկրաինային աջակցելու հարցում, քան դա անում էր նրա նախորդը Օլաֆ Շոլցը, հայտնում է պարբերականը։ Վերլուծաբան Մուջթաբա Ռահմանը հնարավոր է համարել, որ ԱՄՆ-ի նկատմամբ Գերմանիայի քաղաքականությունը Մերցի դեպքում կլինի երկակի եւ շիզոֆրենիկ։ Նրա խոսքով Գերմանիայի նոր կանցլերը մրտադիր է շարունակաբար համագործակցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որպեսզի նա հնարավորինս շատ միջոցներ ներդնի Եվրոպայում եւ Ուկրաինայում, միաժամանակ ակնկալելով Վաշինգտոնի ավելի քիչ ազդեցություն աշխարհի վրա։ ԱՄՆ-ն շուտով նախատեսում է Իսրայելին եւ Պաղեստինյան արմատական Համաս շարժմանն ուղարկել Գազայի հատվածում հրադադարի պայմանների ցանկ Սպիտակ տանը լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ստիվ Ուիթկովը։ Ես կարծում եմ, որ մենք գտնվում ենք պայմանների նոր ցանկ ուղարկելու շեմին, որը հուսով եմ այսօր ավելի ուշ կտրամադրվի։ Նախագահ Դոնալդ Թրամփը կքննարկի այն եւ ես շատ լավ զգացողություն ունեմ երկարաժամկետ կարգավորման ժամանակավոր հրադադարի եւ այս հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու վերաբերյալ, ասել է նա։ Թեհրանը կարող է 1 տարով դադարեցնել ուրանի հարստացումը, եթե Միացյալ Նահանգները համաձայնի ապաշրջափակել հանրապետության սառեցված ակտիվները եւ ճանաչի նրա խաղաղ նպատակներով հարստացման իրավունքը։ Այս մասին հաղորդում է Reuters-ը հղում անելով իրանական աղբյուրներին։ Երկու կողմերը կարող են քաղաքական համաձայնության հասնել, եթե ԱՄՆ-ն ընդունի Իրանի պայմանները, հայտնել են աղբյուրները։ Նշվում է, որ հարցը դեռևս չի քննարկվել ամերիկյան բանակցային թիմի հետ։ Նման համաձայնագրի պայմանների համաձայն Իրանը 1 տարով կդադարեցնի ուրանի հարստացումը, բարձր հարստացված պաշարների մի մասը կմատակարարվի այլ երկրներ կամ կվերածվի խաղաղ նպատակներով վառելիքի։ ԱՄՆ-ն բազմիցս հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ նոր գործարքը պետք է ներառի ուրանի հարստացման դադարեցում, որը ենթադրաբար կարող է իրականացվել միջուկային զենք ստեղծելու համար։ Իրանը բազմիցս հայտարարել է, որ չունի նման զենք մշակելու մտադրություն, գրում է Reuters-ը։ Իլոն Մասկը մտահոգություն է հայտնել նախագահ Դոնալդ Թրամփի հարկային եւ ծախսերի կրճատման օրինագծի վերաբերյալ, նշելով, որ այն կարող է մեծացնել ԱՄՆ բյուջեի դեֆիցիտը եւ խոչընդոտել կառավարական արդյունավետության բաժնի ջանքերին։ Նրա խոսքով օրինագիծը մեծացնում է ծախսերը եւ նվազեցնում արդյունավետությունը։ Մասկը նշել է, որ վերջին շրջանում նվազեցրել է քաղաքականությանը տրամադրված ժամանակը, կենտրոնանալով SpaceX-ի եւ Tesla-ի վրա, որոնք բախվել են դժվարությունների իր քաղաքական դաշինքների պատճառով։ Նա նաև նշել է, որ կրճատելու է քաղաքական ֆինանսական ներդրումները։ Ըստ Մասկի, Դոգե թիմը շարունակում է կարևոր դեր ունենալ կառավարության գործունեության մեջ, չնայած իր քաղաքական ակտիվությունից որոշակի հեռացմանը, սակայն այն հաճախ անարդարացիորեն մեղադրվում է տարբեր խնդիրների համար, փոխանցում է CNN-ը։ Մայիսի 29-ին ժամը 01:00-ից մինչև 01:15 ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն, տուժածներ չկան։ Այս մասին հայտնում են Հայաստանի պաշտպանության նախարարությունից։ Պաշտպանության նախարարությունից ադրբեջանական կողմին կոչ են արել հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը եւ հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը մասնակցել է «Իմ քայլը» հիմնադրամի «Ստեղծենք միասին» նախագծի բարեգործական ընթրիքին։ Բարեգործական ընթրիքին մասնակցության տոմսի արժեքներն էին 1 անձի համար 1 միլիոն ՀՀ դրամ, 2 անձի համար 1.5 միլիոն ՀՀ դրամ, 3 անձի համար 2.5 միլիոն ՀՀ դրամ և 4 անձի համար 3.5 միլիոն ՀՀ դրամ։ Իշխանությունների առաջ խնդիր է դրված բանակը վերացնելու։ Եվրոմեդիա 24-ի տաղավարում հարցազրույցի ժամանակ այսպիսի տեսակետ է հայտնել Հայոց աշխարհաժողով շարժման խորհրդի անդամ Արշակ Զաքարյանը, խոսելով քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Հայկ Սարգսյանի առաջարկած նախագծի մասին, ըստ որի հնարավոր կլինի գումարի դիմաց ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից։ Զաքարյանի խոսքով այս նախագծով ևս փորձ է արվում արժեզրկել բանակը։ Դա ուրեմն բանակը արժեզրկելու հերթական քայլերից մեկն է եւ իհարկե ժողովրդի մեջ այդ ցասումի պատճառով բանակ ծառայելը որպես այո հերթական անգամ ամոթա փող չունես պիտի գնաս բանակ, փող ունես կարգին տղա ես չես գնա բանակ։ Հիշում եք մի ժամանակ այդպիսի ոչ օֆիցիալ եղավ, հա, լավ տղեն չի ծառայում եւ այլն, մինչեւ 14 թիվը ցենց ինչ որ մի հատ ցենց ալիք եղավ, որը մենք կոտրեցինք։ Եվրոմեդիա 24-ի հետ խոսելով Հայաստանի ներկայիս վիճակի մասին նշել է, որ Հայաստանի ամբողջ գործունեությունը թելադրվում է Թուրքիայից եւ Ադրբեջանից։ Հետևելով դրան, այս իշխանությունները կազմաքանդում են մեր պետականությունը եւ գնում ինքնիշխանության կորստի ճանապարհով։ Հայաստանի ամբողջ գործունեությունը թելադրվում է Թուրքիայից, Ադրբեջանից եւ այդ ամբողջ գործունեության այդ պահանջների, առաջարկների էությունը Հայաստանի ինքնիշխանության կորուստն է եւ Հայաստանի իշխանությունները գնում են Հայաստանի ինքնիշխանության կորստի ճանապարհով եւ այն հայտարարությունները, որ այսօր իրենք անում են, բացարձակ չի համապատասխանում իրականությանը, իրենք ոչ թե ամրացնում են Հայաստանի անկախությունը, այլ ոչնչացնում են, կազմաքանդում են Հայաստանի պետականությունը, որը պատմական արժեք է, որը դարերի արժեք է։ Եվ ես կարծում եմ առաջիկա քաղաքական գործընթացների հիմնական խնդիրը պետք է լինի շուտափույթ ազատվել այս իշխանություններից, որպեսզի այդ գահավիժումը անկախության գործընթացը կասեցվի, այլ ճանապարհ չեմ տեսնում։ Պաղեստինյան Համաս շարժումը բանակցությունների շրջանակներում խնդրել է 90-օրյա հրադադար Գազայի հատվածում, մինչդեռ Իսրայելը պնդում է 60 օրվա վրա։ Այս մասին հայտնել է Ալ-Արաբիա հեռուստաալիքը։ Ալ-Արաբիայի փոխանցմամբ Իսրայելի իշխանությունները պահանջել են միանգամից ազատ արձակել 10 կենդանի պատանդների, մինչդեռ Համասը ներկայումս պլանավորում է գերիներին ազատ արձակել 2 փուլով։ Շարժումը նաև ամերիկյան վարչակազմից խնդրել է հրադադարի ընթացքում բանակցությունների շարունակման երաշխիքներ, որպես պատանդների ազատ արձակման պարտադիր պայման։ Ռադիկալները ցանկանում են, որ ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը ստորագրի ապագա համաձայնագիրը, ով, ինչպես պնդում է Համասը, պետք է պաշտոնապես հայտարարի Գազայի վերաբերյալ համաձայնագրի մասին։ Միաժամանակ Ալ-Արաբիայի աղբյուրները վստահ են, որ զինյալների եւ Իսրայելի միջև առկա անհամաձայնությունները չեն խանգարում խորհրդակցությունների շարունակմանը եւ համաձայնագրի կնքմանը հրադադարի եւ պատանդների ազատ արձակման վերաբերյալ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը եւ Ռուսաստանը նոր թափով բախվում են Ուկրաինայի պատերազմի հարցում։ Թրամփը Truth Social-ում մեղադրել է Վլադիմիր Պուտինին կրակի հետ խաղալու եւ նախազգուշացրել, որ եթե ինքնանձամբ չլիներ, Ռուսաստանի համար շատ վատ բաներ արդեն տեղի կունենային։ Պուտինի խորհրդական Դմիտրի Մեդվեդևը պատասխանել է, որ ամենավատ բանը կարող է լինել երրորդ համաշխարհային պատերազմը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ Ռուսաստանը մոտ 50,000 զինվոր է կուտակել Սումիի շրջանի մոտ նախապատրաստելով նոր հարձակման։ Ռուսական կողմը հայտարարում է, որ մեկ գիշերվա ընթացքում խոցել է 296 ուկրաինական անօդաչու սարք, մինչ Ուկրաինան հայտնում է ռուսական 88 անօդաչուի եւ 5 հրթիռի հարձակումների մասին։ Պատերազմը շարունակում է թեժանալ ուժեղ մարտերով եւ նոր զոհերով։ Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելովուսովը պնդում է, որ ՆԱՏՕ-ն Ուկրաինայի ճգնաժամը օգտագործում է իր ներկայությունը Արևելյան Եվրոպայում ուժեղացնելու համար, իսկ Ռուսաստանը առաջ խաղացում է արձանագրում ողջ ճակատով, փոխանցում է Reuters-ը։ Տորնադո եւ Կարկուտ Շիրակի մարզի Նահապետավան գյուղում տեսանյութը հիդրոէթերոութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Գագիկ Սուրենյանի էջից։ Մոսկվայի օդանավակայաններում ԱԹՍ-ների հարձակումների պատճառով ավելի քան 60 չվերթ է չեղարկվել, Վնուկովոյում հերթեր են գոյացել։
ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի օրոք Կիևին դրամադրվող ռազմական օգնության դրաշները կավարտվեն առաջիկա ամիսներին, մինչդեռ պետության ներկայիս ղեկավար Դոնալդ Թրամփը որևէ խոստում չի տվել Ուկրաինային աջակցությունը երկարաձգելու վերաբերյալ, այս մասին հաղորդում է ամերիկյան The Washington Post-ը։ Այդ օգնությունը կավարտվի առաջիկա ամիսներին եւ Թրամփը չի հազդարել այն երկարաձգելու ծրագրերի մասին, ինչը Կիևին դնում է անորոշ ռազմավարական դիրքում, ասվում է հրապարակման մեջ։ Նշվում է, որ մայիսի վերջի դրությամբ Ուկրաինան դեռևս ստանում է Բայդենի վարչակազմի օրոք հաստատված ռազմական օգնության վերջին տրանշները։ Ռուսաստանը պատրաստվում է Դոնբասում ամառային խոշոր հարձակման, այս մասին հաղորդում է The Washington Post-ը։ Այս ամռանը Ռուսաստանը Դոնբասի արևելյան մասում խոշոր հարձակում կսկսի, ասվում է հրապարակման մեջ։ Ըստ պարբերականի Մոսկվայի ծրագիրն է փորձել զսպել ուկրաինական ուժերը առաջնագծում, այդ թվում Սումիի եւ Խարկովի մարզերում, սակայն հակառակ դեպքում Ռուսաստանի զինված ուժերը առաջնահերթություն կտան Պոկրովսկին եւ Կոնստանտինովկային։ Ռուսաստանը կցանկանար ընդլայնել Եվրասիական տնտեսական միությունը, հիմնականում ներառելով այն երկրները, որտեղից գալիս են ամենամեծ թվով միգրանտներ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ ԵԱՏՄ օրենքը նպաստում է երկրների միջև աշխատուժի տեղաշարժի հետ կապված դարվածության մեղմացմանը։ Այն թույլ է տալիս իրենց երկրներից դուրս աշխատող Հայաստանի, Բելարուսի, Ղազախստանի, Qırğızstani եւ Ռուսաստանի քաղաքացիներին օգտվել նույն իրավունքներից, ինչ երկրի քաղաքացիները, որտեղ նրանք աշխատում են, ասել է Օվերչուկը Ռոսիսկայա գազետային տված հարցազրույցում։ Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը չի հաստատել Ուկրաինային մատակարարվող զենքի հեռահարության սահմանափակումների ենթադրյալ վերացման մասին տեղեկատվությունը։ Համապատասխան հայտարարությունը լրագրողների համար կազմակերպված հերթական չեպազրույցի ժամանակ արել է պետդեպի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ Ես չեմ քննարկելու դա եւ չեմ հաստատելու այն, ասել է նա ի պատասխան գերմանական իշխանությունների այն պնդումների մեկնաբանման խնդրանքին, որ մի շարք երկրներ, այդ թվում Միացյալ Նահանգները վերացրել են Կիևին փոխանցվող զենքի շրջանակի սահմանափակումները։ Մայիսի 26-ին Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարեց, որ իր երկիրը վերացրել է Ուկրաինայի կողմից Ռուսաստանի տարածքում գերմանական զենքով հարվածների հեռահարության բոլոր սահմանափակումները։ Կանցլերի խոսքով նմանատիպ որոշում են կայացրել Մեծ Բրիտանիան, Միացյալ Նահանգները եւ Ֆրանսիան։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ այս որոշումը պոտենցիալ վտանգավոր է եւ հակասում է կարգավորման փորձերին։ Ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը Եվրոմեդիա 24-ի տաղավարում հարցազրույցի ժամանակ խոսել է վարչապետին անվստահություն հայտնելու նախաձեռնության վերաբերյալ ընդդիմադիրների դիրքորոշման մասին։ Նա կարծում է, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմակիցներից ոմանք այժմ ավելի շատ պայքարում են Սերժ Սարգսյանի դեմ, քան Նիկոլ Փաշինյանի։ Երբ Էդմոն Մարուկյանը հայտարարեց, որ ինքն է Հակոբ Ասլանյանն ու Հովիկ Աղազարյանը հայտարարեցին, Էդմոն Մարուկյանն էլ լայվ մտավ եւ հայտարարեց, որ պատրաստվում է ներգրավվել այդ գործընթացի մեջ որպես տեխնացու, այդ պահից սկսած մինչև պատիվ ունեմի հայտարարությունը, որի մասին ես կխոսեմ, այդ մի քանի օրերի ընթացքում նորից Ռոբերտ Քոչարյանի աջակից ներկայացող մի շարք անհատներ, տենց իրանց կարծիքով շատ լուրջ արշավ էին սկսել, որ ահա, այս ողջ գործընթացը նրա համար էր, որ Էդմոն Մարուկյանը դառնա տեխնացու եւ այլն եւ այլն։ Դրան հաջորդեց պատիվ ունեմ խմբակցության հայտարարությունը, որտեղ շատ հստակ ասվում էր, որ մենք Նիկոլ Փաշինյանին երկուսով չենք փոխում եւ մեր համար ընդունելի չի այն մարդու տեխնացությունը, որ կիսում է մեղքը այն ամենի, ինչ տեղի ունեցել մեր երկրում։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում դատավոր Ռոման Սմբատյանի նախագահությամբ մայիսի 27-ին կայացել է Պեմզաշենում մորի եւ երկու երեխայի առանձին դաժանությամբ սպանության գործով դատական նիստը։ Սպանված ընտանիքի հայրը Եվրոմեդիա 24-ի հետ զրույցում նշել է, որ սպասում է դատարանի վճռին, արդար դատաքննության ակնկալիքով։ Մի մեղադրյալը Վարուժ Պարսեղյանի մասին է խոսքը, ընդունել իր արարքը, իր ցուսմունքով է երկրորդ մեղադրյալը ու երկրորդ մեղադրյալի անալիզները, գենետիկաներն են համընկել, ինքը չի ընդունում երկրորդ մեղադրյալը։ Հաբացուցները 4 հատ հաբացուց գենետիկա մաս շորիթել անալիզներով հաբացուցվել է երկրորդի մեղավորությունը։ Այդ դեպքից հետո իմ կյանքս 170 աշճան փոխվել է, դե գոյատևում ենք, ապրում ենք։
Մայիսի սկզբին Իսրայելը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին տեղեկացրել էր, որ պատրաստվում է հարձակվել Իրանի միջուկային օբյեկտների վրա, հաղորդում է New York Times-ը հղում անելով աղբյուրներին։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն սպառնում է խափանել բանակցությունները Թեհրանի եւ Վաշինգտոնի միջև, հարվածելով Իրանի ուրանի հարստացման հիմնական օբյեկտներին, ասվում է հրապարակման մեջ։ Տեղեկատվության համաձայն Նեթանյահուն կարող է հրաման տալ հարվածել Իրանին, նույնիսկ եթե Վաշինգտոնը գործարկնքի Թեհրանի հետ։ ԱՄՆ կառավարությունը պլանավորում է կուտակել բիթքոինի մեծ պաշար եւ չի պատրաստվում վաճառել այս կրիպտոարժույթի ոչ մի միավոր։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան թվային արժույթների խորհրդականների խորհրդի գործադիր տնօրեն Բո Հայնսը Լաս Վեգասում կայացած Bitcoin 2025 համաժողովում ունեցած ելույթի ժամանակ։ Նախ մենք ցանկանում ենք ավելի շատ կուտակել եւ երկրորդ մենք չենք պատրաստվում վաճառել ոչ մի Bitcoin, որը կարող է ունենալ ԱՄՆ կառավարությունում, այսքանով ամեն ինչ ասված է, ասել է նա։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Կանադան ստիպված չի լինի վճարել ոսկե գմբեթ հակահրթիռային պաշտպանության համակարգի համար, եթե այն դառնա Միացյալ Նահանգների մաս։ Ես Կանադային, որը շատ է ուզում լինել մեր հրաշալի ոսկե գմբեթ համակարգի մաս, ասացի, որ դա նրանց կարժենա $61 միլիարդ, եթե նրանք մնան որպես առանձին պետություն, ասել է Թրամփը։ Նա հավելել է, որ եթե հանրապետությունը որոշի դառնալ ցանկալի 51-րդ նահանգը, ոսկե գմբեթի օգտագործման արժեքը կկազմի $0։ Թրամփի խոսքով Օտավան քննարկում է այս առաջարկը։ Եվրամիության խորհրդում Հունգարիային Եվրամիությունում ձայնի իրավունքից զրկելու հարցի վերաբերյալ լսումները հաստատեցին այս գործընթացի քաղաքական բնույթը, քանի որ մի շարք երկրներ ընդունեցին, որ ամբողջ խնդիրը Բուդապեշտի Ուկրաինայի հարցում դիրքորոշման մեջ է։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի Եվրամիության հարցերով նախարար Յանոշ Բոկը Բրյուսելում իր եվրոպացի գործընկերների հետ հանդիպումից հետո։ Նա նշել է, որ Եվրոպական միության մասին պայմանագրի 7-րդ հոդվածի համաձայն բացված այսօրվա լսումներում ամեն ինչ պարզ դարձավ։ Մի քանի երկրներ հայտարարել են, որ իրական խնդիրը Հունգարիայի դիրքորոշումն է Ուկրաինային եւ նրա անդամակցությանը Եվրամիությանը աջակցելու հարցում։ Այս քաղաքական ճնշման եւ հիստերիայի պատճառն այն է, որ Հունգարիան Ուկրաինայի հարցում ամուր անսասան դիրքորոշում է զբաղեցնում, հիմնվելով իր սեփական ազգային շահերի վրա, գրել է Բոկան։ Նախարարի խոսքով Հունգարիան գիտակցում է, որ իր դեմ կշարունակվի Եվրամիության պայմանագրի 7-րդ հոդվածով նախատեսված քվեարկության իրավունքից հնարավոր զրկման ընթացակարգ։ Սիրիայի հարավում գտնվող Աս-Սուվեյդա նահանգի ներքին անվտանգության ուժերի հրամանատար Ահմեդ Ադ-Դալաթին հերքել է լրատվամիջոցների հաղորդագրություններն այն մասին, որ ինքը մասնակցել է Իսրայելի ներկայացուցիչների հետ անվտանգության հարցեր քննարկելու համար ուղիղ շփումների։ Ես կտրականապես հերքում եմ իսրայելական կողմի հետ որևէ ուղղակի բանակցություններին իմ մասնակցության մասին տեղեկատվությունը եւ վստահեցնում եմ ձեզ, որ այդ մեղադրանքները անհիմն են եւ չեն համապատասխանում իրականությանը։ Նրա խոսքերն է մեջբերել սիրիական Ալ-Իխբարիա հեռուստաալիքը։ Այս առումով Ալ-Դալաթին ընդգծել է, որ Սիրիայի ղեկավարությունը շարունակում է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները սիրիացի ժողովրդին հանրապետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը բոլոր օրինական միջոցներով պաշտպանելու համար։ Ավելի վաղ Reuters-ը հղում անելով աղբյուրներին հայտնել էր, որ Սիրիայի եւ Իսրայելի նոր կառավարությունների ներկայացուցիչները վերջին շաբաթների ընթացքում մի քանի հանդիպումներ են անցկացրել առանց միջնորդների անվտանգության հարցերի շուրջ, այդ թվում երկու երկրների միջև սահմանային գոտում լարվածությունը նվազեցնելու նպատակով։ Եղանակը առաջիկա օրերին։ Արևմուտքից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված մայիսի 29-ից 35 գիշերը եւ կեսօրից հետո շրջանների մեծ մասում, այդ թվում նաեւ Երևանում, սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է նաեւ կարկուտ։ Երևանում մայիսի 29-ից 30-ի գիշերը եւ կեսօրից հետո հունիսի 2-ին երեկոյան սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Մայիսի 31-ին, հունիսի 1-ին, հունիսի 2-ին
երկուսի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում մայիսի 29-ից 35 գիշերը եւ կեսօրից հետո շրջանների մեծ մասում մայիսի 31-ին եւ հունիսի 1-ին կեսօրից հետո, 2-ին գիշերը եւ կեսօրից հետո առանցին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Մայիսի 29-ից 30-ին, հունիսի 2-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Հունիսի 1-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։